Նախագահական նստավայրի առջև 4-րդ օրն է շարունակվում է կալանավայրում հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանի ազատության համար նստացույցը և ստորագրահավաքը։ Արցախցի հանրային գործիչը Նուբար Աշենի բանտում հայտնվեց, երբ ավելի քան 2 շաբաթ առաջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանին դուր չեկած հաց տվեց։ Բանտում արդեն 17 օր է Օսիպյանը հացադուլի մեջ է, նա պահանջում է, որ վարչապետը ներողություն խնդրի իրեն վիրավորելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ ինքն է սպասում ներողության։ Այսօր նստացույց անող Գեղամ Օհանյանը հայտնել է, որ նախագահից դեռ պատասխան չունեն։ Ակցիայի մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել նախագահին։ Կարմիր քարտ է, պարոն նախագահ։ Ես այսօր հագնված եմ իմ մրցավարի հագուստը մեր գերբով եւ կարմիր քարտով։ Այսօր կարմիր քարտ ստացավ երկրի նախագահան, ում գործունեությունը զրոյական էր այն պայմաններում, երբ ոտնահարվել է մարդու իրավունքը, խոսքի իրավունքը եւ անտեսվում է մարդասիրությունը։ Բոլոր ասպեկտներում նա պարտավոր էր միջամտել այս կոնֆլիկտին, այսօր նա ստացավ կարմիր քարտ, երկիրը փաստացի չունի նախագահ։ Այս կարմիր քարտը մնում է մրցավարի մոտ, մրցավարի գրպանում եւ կարծում եմ ընտրություններից հետո կարմիր քարտ ստանալու են շատերը։ Դուք էլ կարմիր քարտ ցույց տվեցիք նախագահին, ինչու՞։ Որովհետև մենք կարծում ենք, որ այս իրավիճակը նորմալ չի ու դա պետք է բարձրաձայնել, որովհետև մենք համարում ենք, որ քանի դեռ բոլորը լռում են, քանի դեռ ոչ մի այսպիսի շարժում չի արվում, նորմալ կդառնա մեր հասարակության մեջ, որ մարդ կարող է լինել անօրինական ձևով քաղբանտարկյալ եւ սովամահ լինել հացադուլ անելով եւ մեր չլռելու փաստն է միայն դա դարձնում աննորմալ։ Եթե ինչ-որ պահից սկսած աշխարհում սկսեն այս թեմայով լռել կամ մեր երկրում սկսեն այս թեմայով լռել, դա դառնալու է նորմալ ու մենք ապրելու ենք այդպիսի երկրում, մեզ դա դուր չի գալիս, որովհետև այս երկրի ապագայում այս երկրում մենք ենք ապրելու ու մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, որովհետև մեզ դուր չի գալի այսպիսի կյանքը։ Արտուրը ուղղակի մարդ չի։ Արտուրին կարելի է դասել բոլոր ազատության համար պայքարող մարտիկների շարքում։ Այսօր մենք պայքարում ենք ոչ միայն Արտուրի կյանքի համար, այլ մենք պայքարում ենք մեր ազատության համար, որովհետև եթե մենք չկարողանանք փրկենք Արտուրին, դա կնշանակի, որ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա եւ ցանկացած մարդ կարող է հայտնվել Արտուրի տեղում։